Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ապրիլի 23-ին հաղորդում է ստացվել, որ Ձախուսի կտրաստակած վնասվածքով անձը տեղափոխվել է հիվանդանոց։ Երևանի ավտոբուս ընկերությունից տեղեկացրել էին, որ Տիգրան Մեծի պողոտայում ծագած վեճի ընթացքում տրանսպորտային միջոցներից մեկի վարորդը դանակահարել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդին։ Ապրիլի 17-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ մի տղա հարձակվել է քաղաքացու վրա եւ նրան ծեծի ենթարկել։ Նշված հասցե մեկնած ոստիկանության ծառայողներին Ռուսաստանի քաղաքացի 30-ամյա Դարինան հայտնել է, որ իրեն ծանոթ տղան հարձակվել է իր վրա ծեծի ենթարկել ու փորձել խեղդել իրեն։ Պարզվել է, որ կասկածյալը մարզերից մեկի բնակիչ 20-ամյա Գևորգն է, ում հայտնաբերելու համար միջոցառումներ են ձեռնարկվում։ Ապրիլի 16-ին Շենգավիթի ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Երևանի բնակիչ 33-ամյա Լևոնին մի քաղաքացի մոտ 600,000 դրամ պարտք ունի, եւ քանի որ քաղաքացին ի վիճակի չէ օրերի ընթացքում պարտքը մարել, Լևոնը այդ 29-ամյա կնոջը ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ, որական նրանից պահանջելով 45,000 դրամ, իսկ չվճարելու դեպքում սպառնալիքներ եւ հայհոյանքներ է ուղղել այդ կնոջը։ Ոստիկանները հաջորդ օրը Արինբերդի փողոցում հայտնաբերել են Լևոնին եւ կավատություն կատարելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել։ Ապրիլի 24-ին Արաբկիր վարչական շրջանի Բաբայան 38 շենքի բնակիչը առավոտյան աշխատանքի գնալիս նկատել է, որ բակում կայանված իրեն պատկանող Mazda 6 մակնիշի ավտոմեքենան թալանել են։ Անհայտ անձը կամ անձինք կողացել են Mazda 6 մակնիշի ավտոմեքենայի շիթն ու լուսարձակները տուժողին պատճառելով խոշոր չափի նյութական վնաս։ Թմրամիջոց ապօրինի պահելու եւ իրացնելու վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկատվությունը քրեական ոստիկանության Երևանի վարչության ծառայողներն իրացրել են ապրիլի 21-ին։ Երեկոյան ժամը 9-ի սահմաններում Արտաշատի խճուղում նրանք ձերբակալել են փաստացի Երևանում բնակվող օտարերկրացի 28-ամյա երիտասարդի։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է կպչուն ժապավենով 5 փաթեթ, ընդհանուր 6.5 գրամ կոկաինի նմանվող զանգվածով։ Ըստ օտարերկրացու հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը վերցրել է մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրելու համար։ Ձերբակալվածը Երևանի տարբեր վայրերում մատնացույց է արել արդեն իսկ տեղադրված նույնատիպ 15 փաթեթ, որոնց ընդհանուր քաշը կազմել է 17.4 գրամ։ Ապրիլի 22-ին Արմավիր տարածքային բաժնի ծառայողները ստանալով օպերատիվ տվյալներ տնտեսական ապահովման բաժնի աշխատակիցների հետ համատեղ խուզարկել են կալանավորված անձ ՍՀ-ին անվամբ ներկայացված սառնարանը։ Սառնարանի վերևի հատվածում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 17 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման 8 լար եւ 1 լիցքավորիչ, 3 Wi-Fi սարք, 2 բաժանորդային քարտ ու բջջային հեռախոսի 4 պաշտպանիչ։ Ապրիլի 23-ին Երևանի բնակիչ 30-ամյա Սոս Մանուկյանը իր վարած Տեսլա մակնիշի ավտոմեքենայով Միասնիկյան պողոտայում փախվել է բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին, ապա անցել կանաչ գազոնի վրայով եւ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում։ Վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 23-ին Երևան-Սևան ավտոճանապարհին փախվել են 41-ամյա Զոհրաբի վարած Lexus եւ 43-ամյա Արթուրի վարած BYD մակնիշի ավտոմեքենաները։ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 23-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 42 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 24-ամյա Հարութ Աղաջանյանի վարած BMW, 34-ամյա Գևորգ Բաբախանյանի վարած Fiat Magnishi, 49-ամյա Մուշեղ Նիկոյանի վարած Hyundai եւ 27-ամյա Արտակ Խաչատրյանի վարած Mercedes ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով Աղաջանյանը եւ նրա ուղևոր Երևանի բնակիչ 24-ամյա Հայկ Սարգսյանը տեղափոխվել են հիվանդանոց։